Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 9։ Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա է, որ ինձ հետ բնակվեն, անմեղ ճանապարհ գնացողը կծառայե ինձ։ Սաղմոս 34-րդ գլուխ 7-րդ խոսք։ Եթե Դավիթն այսպես էր խոսում, ապա կարող ենք վստահ լինել, որ Դավթի որդին ևս նույն մտքի կլինի։ Տեր Հիսուսը հոգ է տանում հավատարիմ մարդկանց մասին և իր աչքը նրանց վրա է պահում նրանց դիտելու, առաջ բերելու, քաջալերելու և վարձատրելու համար։ Թող ոչ մի անկեղծ սրտով մարդ չկարծի, թե անտեսված է, ինքը անձամբ թագավորը իր աչքը պահում է նրա վրա։ Թագավորական այս ուշադրությունը երկու արդյունք ունի։ Նախ, ինչպես կարդում ենք, որ նրանք ինձ հետ բնակվեն։ Տեր Հիսուսը հավատարիմներին իր տուն է բերում, նրանց տեղ է տալիս իր պալատում, նրանց դարձնում է իր ընկերակիցները և ուրախությամբ լցվում նրանց ներկայությունից։ Մենք պետք է հավատարիմ լինենք մեր Տիրոջը, և նա այդ ժամանակ իրեն կհայտնի մեզ։ Որքան մեր հավատարմությունը մեզանից շատ զոհաբերություններ պահանջի, այնքան առատորեն այն կվարձատրվի։ Որքան կատաղի մարդիկ մեզ մերժեն, այնքան ուրախությամբ մեր Տերը կընդունի մեզ։ Այնուհետև նա անկեղծ մարդու մասին ասում է. նա պիտի ծառայի ինձ։ Տեր Հիսուսն իր փառքի համար կգործածի նրանց, ովքեր արհամարհում են խորամանկ քաղաքական հնարքները և հավատարիմ են մնում իրեն, իր խոսքին ու իր խաչին։ Նրանք կլինեն նրա թագավորական շքախմբի անդամները, նորին մեծության պատվավոր ծառաները։ Հաղորդակցությունն ու օգտակար ծառայությունը հավատարմության վարձատրությունն են։ Տեր, մեզ հավատարիմ դարձրու, որպեսզի բնակվենք քեզ հետ և ծառայենք քեզ։